Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ես ձեզանից էլ երիտասարդ եմ, հոգով, լավ իմացեք, ուզում եմ այսօր մի քիչ բաց քննարկում ունենանք, քանի որ ստացվել է այնպես, որ շուտով մենք լուրջ հաջողություններ ենք ունենալու, ես ուզում եմ ձեզանից լսեմ, հիմնականում ինչպես մենք կարող ենք օգտակար լինել մեր երիտասարդությանը, քանի որ վստահ եմ այդքան բարվոք վիճակ չի այսօր հայ երիտասարդության համար։ Եթե սխալվում եմ, դուք կարող եք միանգամից ընդհատել, հակաճառել, բայց ես իմ կարծիքները ասելու եմ։ Վստահ եմ, որ մեր երիտասարդները ապրում են անորոշության մեջ, չպատկերացնելով իրենց վաղվա ապագան, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, առաջի հերթին հասկանանք ցանկությունները եւ շատ արագ փորձենք իհարկե կառավարությունը ձևավորելուց հետո թե պետական մակարդակով, թե մասնավորների միջոցով ամեն ինչ անենք, որ մեր երիտասարդները, ես վստահ եմ, առաջին հերթին կարիք ունեն ստանան լավ կրթություն Հայաստանում, արժանապատիվ աշխատանք Հայաստանում, արժանապատիվ ապագա Հայաստանում, արժանապատիվ աշխատավարձ Հայաստանում, իհարկե եթե կգտնվեն այնպիսի տաղանդներ, ովքեր ցանկություն կունենան աշխարհը շուռ տալու, ամեն ինչով մենք աջակցելու ենք։ Ես ուզում եմ նշեմ, որ տարիներ շարունակ մենք աջակցել ենք հայ ուսանողներին, աջակցել ենք հարյուրավոր երիտասարդների, ովքեր կրթություն են ստացել արտասահմանում, ճիշտ ասած չգիտեմ հետ վերադարձել են, չեն վերադարձել, բայց համենայն դեպս ինչի կարիք ունեցել են տարիներ շարունակ, մոտարապես 10 տարի մենք ապահովել ենք։ Դրա համար իրոք թե ես, թե մեր թիմը դուք բոլորը տեսնում եք, շատ երիտասարդներ ունենք, ովքեր պատրաստ են 24 ժամ աշխատեն համ մեր ժողովրդին բարեկեցություն բերելու համար, համ մեր երիտասարդների համար անել ամեն ինչ, առաջին հերթին հայտնաբերենք տաղանդավոր հայ երիտասարդների, որ հետագայում կարողանանք ավելի ճիշտ կազմակերպել թե իրենց կյանքը, թե ձեր կյանքը։ Դրա համար ես կուզենայի այսօր շատ թեթև ֆորմատ ընտրեինք, ավելի հեշտ կլինի, եթե ես պատասխանեմ ձեր հարցերին։ Երիտասարդներ ջան, ողջունում ենք ձեզ, ուրախ ենք, որ այստեղ եք, գիտենք, որ տարբեր մարզերից եք եկել այսօրվա հանդիպմանը, եթե ունեք հարցեր, ընտրեմ։ Զգացեք ձեզ, ոնց որ ձեր տանը հանգիստ եղեք, ինչքան սուր հարցեր, այդքան հետաքրքիր կլինի։ Բարև ձեզ բոլորին, բարև ձեզ պարոն Կարապետյան, ես Շիրակի մարզից եմ, նաև ուզում եմ նշել, որ Շիրակի թեմից եմ, ու իմ առաջի հարցը, որը ինձ համար ամենակարևորն է, դա վերաբերվում է եկեղեցուն, այսինքն ձեր երկրի ղեկավարությունը արդեն ստանձնելուց հետո, մեր հոգևոր դասը եւ մեր եկեղեցին ինչ անվտանգության ծրագրեր են ունենալու։ Առաջին հերթին ուզում եմ ասեմ, որ ձեր թեմի առաջնորդը երևի հայ ազգի ամենալավագույն մարդկանցից մեկն է, ամենահամարձակ, ամենահամառ, որ այս բոլոր ապօրինությունների դեմ պայքարեց եւ վստահ եղեք, շատ շուտով ինքը կհաղթի այս խարանը, որ փաթաթեցին մեր ազգի թե վզին, թե գլխին, մենք շատ արագ, շատ շուտով այդ ամենից հրաժարվելու ենք, մեր եկեղեցին
ունենալու է իր տեղն ու դերը մեր ժողովրդի կյանքում, այն տեղն ու դերը, որին ինքը արժանի է։ Իսկ իրոք մենք հիշում ենք, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, մենք դրանով հպարտանալու ենք ամբողջ աշխարհում, դուք շատ շուտով դա կզգաք, ամբողջ աշխարհը դա նորից կլսի, կիմանա եւ եկեղեցին ունենալու է շատ լուրջ դեր մեր ժողովրդի կյանքում։ Շիրակի մարզը իրոք ու կոնկրետ ես կարող եմ ասել Գյումրի քաղաքը երևի Հայաստանի ամենակոլորիտով քաղաքն է, ամենաունիկալ քաղաքն է, բայց ցավոք ամենաաղքատ մարզն է, ինձ թվում է քաղաքն էլ ամենաաղքատ քաղաքներից մեկն է, ինչը որ իրոք նորից ասեմ ամոթ է մեր իշխանությունների համար, որ բացարձակապես նշանակություն չեն տալիս իրենց արժեքներին։ Գյումրին ես համարում եմ ամենաարժեքավոր քաղաքներից մեկը Հայաստանի։ Ինչ են տալու, Գյումրին մշտապես տվել է լավագույն զավակներին, ուզում եմ հիշեցնեմ բոլորի կողմից սիրված Ֆրունզիկ Մկրտչյանին, ուզում եմ հիշեցնեմ աշխարհահռչակ սպորտսմենների, որոնք թե անցյալում, թե այսօր լավագույն ձևով ներկայացնում են թե մեր երկիրը, թե մեր ժողովրդին։ Դրա համար եթե իրենք այդ տեմպը պահեն, ինձ թվում է շատ գնահատված կլինեն։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Նախ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել ձեզ այս սպասված հանդիպման համար։ Ես Մարգարիտա Բեզոյանն եմ, Տաշիրից, սովորում եմ միջազգային հարաբերությունների բաժնում։ Ձեր կարծիքով, ինչպես կարող են երիտասարդները դառնալ իրական փոփոխությունների նախաձեռնողները, այլ ոչ միայն դիտորդներ։ Իրական փոփոխությունների մասով շատ հեշտ է, քանի որ մենք շատ շուտով բերելու ենք Հայաստանում իրական փոփոխություններ, դուք կարող եք շատ արագ միանալ մեր թիմին, ընդամենը 1 ամիս հետո դուք հնարավորություն կունենաք բերել իրական փոփոխություններ Հայաստանի կյանքում։ Ճիշտը որ ասեմ, ինձ զարմացնում է երիտասարդության պասիվությունը։ Երիտասարդները պետք է հասկանան, որ այս գործը, որ մենք ձեռնարկել ենք, հիմնական շահառուն իրենք են, որովհետև ապագան իրենցն է։ Իրենք պետք է լինեն շատ համառ, շատ ագրեսիվ ու պայքարող։ Բոլոր երկրներում է լուրջ փոփոխությունները արել է երիտասարդությունը։ Մենք միայն առաջնորդում ենք այդ փոփոխությունը, բայց շատ կարևոր է, որ դուք ձեր համառ պայքարով այս վախի մթնոլորտից ազատվելով ձեր լուրջ խոսքը ասեք։ Շնորհակալություն ժամանակի եւ պատասխանների համար։ Ողջունում եմ բոլորին, ողջույն պարոն Կարապետյան, սիրելի երիտասարդներ։ Առաջին ես Կարապետյան Իսկուհին եմ, սովորում եմ Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, ապագա սրտաբան եմ։ Ամեն օր առնչություն եմ ունենում երիտասարդների հետ, խոսում եմ հենց այն խնդիրների մասին, թե ինչու իրանք ներգրավված չեն ներկայիս մեր շարժմանը եւ այլն, ու ստանում եմ հետեւյալ պատասխանը՝ ունեն վախ ապագայի հետ կապված անվստահության ինչ-որ քող կա, հա, բոլորի վրա։ Ինչ եք կարծում, որոնք պետք է լինեն մեր հստակ գործողությունները, որպեսզի փոխենք երիտասարդների մոտ հետեւյալ մտածողությունը եւ իշխանության գալուց հետո որոնք է լինելու ձեր հիմնական գործողությունները, որպես այդպիսին, որ երիտասարդները համոզվեն, որ իրենք ճիշտ ընտրություն են կատարել։ Դուք առաջ երթին պետք է փոխեք Փաշինյանին։ Մենք բոլորս ուզում ենք փոխենք Փաշինյանին։ Դրանից հետո ինձ թվում է շատ ավելի հեշտ է լինելու մտածել բոլոր այլ հարցերի մասին, քանի որ այս լճացումը, որ ինքը ապահովել է ոչ միայն մեր երիտասարդների գլխի մեջ, այլ ժողովրդի մոտավորապես 25%-ը
այսօր մոլորված վիճակում է, այ դուք դա պետք է փոխեք։ Դուք պետք է համառորեն խոսեք, համառորեն պայքարեք, որովհետև առանց դրա, առանց ձեր պայքարի, նորից եմ ասում, մեզ շատ դժվար է լինելու։ Պետք է առաջի քայլը միասին անենք։ Երկրորդ քայլի մասին չկասկածեք։ Ես միշտ եղել եմ իմ խոսքի տերը, հիմա էլ վստահեցնում եմ, որ շատ ավելի հեշտ է լինելու հաջորդ քայլերը։ Շնորհակալություն եւ նաեւ այսպիսի մի հարց եմ ուզում ձեզ ուղղել, եթե Հայաստանը դիտարկենք որպես օրգան համակարգ ամբողջովին, ամենախոցելի օրգանը եւ ամենավիրավորված օրգանը որն է այսօր ըստ ձեզ։ Հայ ժողովուրդը բոլորին գցել են ապաթիայի մեջ, մարդիկ ոչ մի բան չեն հասկանում, ընդամենը առավոտից իրիկուն իրենց ստերով կերակրում են, մարդիկ ռեալ մոլորված են, մարդիկ չեն պատկերացնում իրենց վաղվա օրը, չեն պատկերացնում, որ վաղը մենք Հայաստան չենք ունենալու, իրենք ամեն մեկը փորձում է իր այսօրվա խնդիրը լուծել, բայց մենք ազգ ենք, որ պետք է նայենք ապագային, բայց ապագային ավելի շուտ դուք պետք է նայեք։ Շնորհակալություն շատ։ Ներկայանամ Իրինա Բալդացյան, մասնակցությամբ քաղաքագետ, ամերիկյան համալսարանի շրջանավարտ, շուտով նաև մի քանի ամսից Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի ուսանող, խոսեցիք կրթության կարևորության մասին, ես նույնպես համաձայն եմ ձեզ հետ եւ շատ կարևորում եմ, որ երիտասարդները անկախ նրանից ինչ հնարավորություններ ունենան գալիք տարիներին պոտենցիալը կոնսոլիդացնեն մեր երկրում Հայաստանի զարգացման համար։ Հարցս վերաբերվում է արտաքին քաղաքականությանը Հայաստանի, մասնավորապես ճգնաժամին, ռեպուտացիոն ճգնաժամին, որը որ այս պահին մեր երկիրը ունի, ինչպես եք պատկերացնում այդ ռեպուտացիոն ճգնաժամի հաղթահարումը եւ նաեւ մասնավորապես Արցախահայություն, Հայաստան եւ Սփյուռք եռամիասնության վերականգնումը եւ ինչ քայլերով եք պատկերացնում այդ ռեպուտացիոն ճգնաժամը հաղթահարելը։ Շնորհակալություն։ Որ օրը ինձ փոխեցինք Փաշինյանով, նույն օրը ռեպուտացիոն ճգնաժամը հաղթահարվելու է, որովհետև բոլոր տարիներին ամեն ինչ արվել է, որ մեր երկիրը լինի խայտառակված, ժողովուրդը նվաստացած, ինչին հասել ենք այսօր։ Դրա համար մեր փոփոխությունից հետո առաջի հերթին մեր առաջի քայլերը ուղղված են լինելու մեր պետության, մեր երկրի, ձեր ասած ռեպուտացիայի վերականգնելը։ Խապկանքներով հարաբերություն ստեղծելու պահելը անհնար է։ Միայն վստահելիություն բոլորի կողմից։ Դա բերի ռեպուտացիո փոփոխություն։ Երկրորդ հարցը Հայաստան, Արցախահայություն եւ Սփյուռք կապի եռամիասնության վերականգնում։ Ես չգիտեմ, դուք հետևել եք նույնիսկ իմ բանտի հայտարարություններին, ես դա միշտ գլխավորել եմ։ Մենք պետք է Հայաստանը դարձնենք բոլոր 10 միլիոն հայերի տունը։ Բացարձակ նշանակություն չունի այդ հայը ապրում է Մոզամբիկում, Ամերիկայում, Ռուսաստանում, բոլոր հայերը պետք է զգան, որ իրենք տուն ունեն։ Այդ դեպքում հայ մարդը ուժեղ կլինի թե Սփյուռքում, թե Հայաստանում, թե Արցախահայերը իրենց լավ կզգան Հայաստանում, որովհետև այսօր դուք բոլորը տեսնում եք, բացարձակապես քանդված է այդ հարաբերությունը։ Սփյուռքը Հայաստանի կյանքում գոյություն չունի։ Սփյուռքը Հայաստանում ներկայացվում է որպես թշնամական ուժ։ Այս սրանով ենք մենք կորցնում։ Սա էլ նույնպես դրսի ուժերի ազդեցության հետևանք է, որովհետև միայն այդ ձևով կարողացան հաղթանակ տանել Արցախում, որովհետև Սփյուռքը կաշկանդված էր իր օգնություններում, թողեցին Արցախը միայնակ այդ ուժերի դեմ եւ մենք կրեցինք պարտություն։
Միայն միասնության մեջ է ուժը։ Շնորհակալություն։ Ես Գայանն եմ Արցախից։ Իմ շրջապատում կան շատ տաղանդավոր արցախցիներ, ովքեր որ ցավոք սրտի գործող իշխանության չգործողությունների պատճառով, այդպես ասեմ, տեղափոխվում են, ցավոք սրտի տեղափոխվում են, որովհետև առաջի տեղը, որտեղ որ մենք եկանք տեղահանությունից հետո, դա մեր հայրենիքն էր, որտեղ որ ցավոք սրտի կրկին իշխանության պատճառով մենք մեզ զգացինք որպես հյուր։ Հիմա հարցս հետևյալն է, ես գիտեմ, մենք ունենալու ենք 300,000 աշխատատեղ, մենք ունենալու ենք բնակարանային ծրագիր, ինչ որ ուրիշ պլաններ արցախցիների հետ կապված, ես ուզում եմ, որպեսզի իրոք մենք արժանապատիվ դեր ունենանք մեր հայրենիքում, այսինքն ուսուցիչները չգնան ժենգյալով հաց թխելու։ Ինչ վերաբերում է արցախահայությանը, եթե դուք Արցախից եք, երևի դուք կհաստատեք, որ ես միշտ եղել եմ Արցախի կողքին։ Ես Արցախին ամենաշատ օգնած հայ մարդն եմ։ Մի քիչ անհամեստ եմ ասում, բայց դա փաստ է։ Ու երկրորդ, երրորդ տեղերը չկա։ Ես միշտ փորձել եմ արցախահայության կոմֆորտը ապահովեմ Արցախում։ Իսկ դա նշանակում է, որ ես ոչ մի բան չեմ մոռացել։ Մենք ունենալու ենք համապարփակ ծրագիր արցախահայության համար։ Ես շատ լավ գիտեմ արցախահայության տաղանդները, բնավորությունները, ընտունակությունները, պայքարող տեսակը, դրա համար ինձ շատ հեշտ է լինելու։ Բոլոր դեպքերում Արցախը հանձնած ղեկավարին անհնար է արցախահայության համար ինչ-որ բան անել, որովհետև ոչ արցախահայությունն է իրեն ընդունելու, ոչ էլ ինքն է ընդունում արցախահայությանը, եթե հրաժարվեց Արցախից։ Դրա համար վստահեցնում եմ, իրենք ունենալու են իրենց ուրույն տեղը մեր կյանքում։ Ու ամեն ինչ անելու ենք, որ իրենք ստանան վերադառնալու իրավունքը Արցախ։ Ով կուզի վերադառնա, կվերադառնա, ով կուզի ապրի Հայաստանում, կապրեն Հայաստանում, բայց բարվոք կյանքով։ Ողջունում եմ բոլորիդ, պարոն Կարապետյան, ներկայանամ, ես Լաուրա Կարապետյանն եմ, սովորում եմ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Ուսանողության մեջ կա մի նման մեծ խնդիր, մեր համալսարաններում տրված գիտելիքները այլևս արդիական չեն, այսինքն հիմնականում հիմնված են խորհրդային տարիների ծրագրի վրա, որոնք այսօրվա մեր ռեալներում այլևս չենք կարող օգտագործել։ Ինչպես եք դուք տեսնում այս խնդրի լուծումը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ լուրջ ուսումնական հաստատություններ իրենց ներկայացությունները ունենան Հայաստանում, որովհետև դուք շատ ճիշտ եք ասում, ու ես պատկերացում եմ հիմա դասախոսների մակարդակը, որովհետև իրենք սովորել են մի գիտություն, այսօր իրենց փորձում են ստիպեն, որ իրենք դասավանդեն մեկ այլ գիտություն, ինչը մոտարապես իրենց համար անհնար է, դա ոչ թե այդ մարդկանց պրոբլեմն է, դա ժամանակի պրոբլեմն է, ժամանակը առաջ է գնում, եթե մենք չհասցնենք, իսկ մենք արդեն շատ հետ ենք մնում, նույնիսկ տարածաշրջանային երկրներից, ասենք Վրաստանից, համար առաջինը, առաջի քայլերը մենք պետք է փորձենք այսպես կոչված բրենդովի համալսարանների ներկայությունը Հայաստանում ապահովենք, որ մարդիկ սովորեն լավագույն վուզերում, չելնեն վազեն Ֆրանսիա, որ Սարբոն ավարտեն, իրենց փողոցի մյուս կողմը կգնան կավարտեն, անպայման այդ կոմֆորտը մենք ստեղծելու ենք, օգտագործելով մեր լավ միջազգային հարաբերությունները, ինչը որ իրոք մենք ունենք, որովհետև դուք հասկացեք, Հայաստանում այսքան տարիներ, սենց վատ բան եմ ասում, բայց փակված մարդիկ, իրենք ոչ մի բան չեն տեսել, ինչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը այդ հարցերում, իր գլխավոր գաղափարը միշտ եղել է շանտաժ անի իր
գռդոնը անի, այսպես ասած, նա չի էլ պատկերացնում, որ հնարավոր է դա կազմակերպել։ Դրա համար դա մեզ համար լինելու է առաջնային հարց, որովհետև առանց ճիշտ կրթված երիտասարդների ու առանց լավ կադրերի ոչ մի հասարակություն հնարավոր չի կառուցել։ Հիմա եթե մենք հայտարարում ենք, ստեղծում ենք 300,000 աշխատատեղ, ինչը որ մենք հաստատ անելու ենք, կարող եք չկասկածել, ճիշտ այսօր բոլորի համար դա ֆանտազիա է թվում, դա շատ լավ է։ Մենք բարձրացրել ենք նշաձողը, որպեսզի պայքարենք այդ նշաձողի համար։ Ես կարող եմ հայտարարել 100,000 աշխատատեղ, դա էլ էր լինելու այս պայքարի համար ունիկալ։ 100,000, 50,000, 10,000 էլ չեն կարող ձևավորել, բայց դրա համար մենք նշաձող ենք հայտարարել, որի համար մենք ամբողջ թիմով պայքարելու ենք։ Իսկ մեզ դրա համար պետք են լինելու ուժեղ կրթված կադրեր։ Առանց դրա անհնար է, մենք կարող ենք ամեն ինչ կառուցել, ստեղծել, բայց եթե մենք չունեցանք կադրեր, որ կաշխատեն, բարիք բերեն մեր ժողովրդին, ու ավելնորդ է լինելու այդ ամեն ինչը։ Շնորհակալ եմ։ Ինչպես սովետական տարիներին։ Գիգանտ գործարանները կառուցեցին, հետո կադրերը չկար, տեսնում եք ինչ է կատարում այսօր։ Շնորհակալ եմ։ Ողջույն բոլորին, պարոն Կարապետյան, հարցս նախընտրական եւ ընտրական process-ներին է վերաբերում, բայց մինչ հարցը ծղել է, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք ձեր այս ընտրություններին ձեր թեկնածությունն եք առաջադրել, որովհետեւ իսկապես շատ բարդ իրադրություն է Հայաստանի համար եւ ամեն թեկնածուչի, որ կարող է այդ իրադրությունը շտկել մեր օրերում, եւ ձեր թեկնածության առաջադրումը հույս է արթնացրել մի շարք մարդկանց մոտ, այդ հույսը օրինակ ինձ մոտ արթնացավ այն ժամանակ, երբ ձեզ ձերբակալեցին, ամուսինս վերադարձավ տուն այդ օրը, ասաց, որ մենք պետք է անդամագրվենք պարոն Կարապետյանի կուսակցությանը, իհարկե այդ ժամանակ կուսակցություն չկար, ես զարմացա, ինքն ասաց կտեսնես նա կունենա կուսակցություն, մենք կանդամագրվենք ու ողջ հայությունը կմիանա նույն գաղափարի շուրջ։ Այնպես որ շնորհակալություն, որ այդ տեսլականը այսօր իրականություն է եւ մենք մեծ հույսերով առաջ ենք շարունակում քայլել, իսկ հարցս հետեւյալն է. նախընտրական այս բուռն process-ի ընթացքում նկատում եմ пассивություն շատերի կողմից, հնչում են արտահայտություններ, որ մեծ քանակությամբ մարդիկ ուղղակի չեն մասնակցելու ընտրություններին, որովհետև մի մասը չունի հույս, մի մասը ուզում է անկուսակցական մնալ եւ այլն, ուզում էի հասկանալ արդյոք կա ինչ-որ մեխանիզմ, որով որ պատրաստվում ենք խթանել пассив մասային, որպեսզի իրենք մասնակցեն ընտրություններին, հատկապես եթե նրանք ընդդիմադիր ուժերի կողմնակից են։ Առաջ երթին ասեմ, շատ լավ ճաշակ ունեք։ Շատ ճիշտ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք։ Ինչ վերաբերվում է ընտրական process-ներին, ես ուզում եմ ձեզ ասեմ, որ ես դեռ կալանավորված եմ։ Սա աշխարհի մասշտաբով ունիկալ դեպք է, որ մի ամիս է մնում ընտրություններին եւ հնարավորություն չեն տալիս գլխավոր ուժին շփվի իր ժողովրդի հետ։ Գոնե վերջի դատարանի որոշումը ինձ տվեց հնարավորություն եւ հիմա ես ամեն օր այս ֆորմատով շփվելու եմ տարբեր բնակավարի մեր մարդկանց հետ։ Ինչ վերաբերվում է ինչ անել, նորից ակտիվ պայքարել, նորից ցույց տալ համառություն, նորից բացատրել մարդկանց, որ սա իրենց ապագայի խնդիրն է, սա ընտրություն է հայ մարդու մեջ եւ գորժ կայլերի մեջ, որովհետեւ մենք շատ լուրջ վտանգի առաջ են կանգնած, թե ինքնության, սրանով ես չեմ ուզում վախեցնել ոչ ոքի, բայց Հայաստանի հաջորդ տարածքի կորստի,
որտեղ այս մարդկանց համար բացարձակ նշանակություն չունի 100 կիլոմետր ստեղ 500 կուղարկեն մյուս կողմը, բայց մենք դուք գիտեք, որ շատ փոքր երկիր ենք։ Եթե մենք այսպես մի 5 տարի բաժանենք, վերջում կմնա Լոռու մարզը, որովհետև դա մենք ոչ մեկի չենք տալու, պայքարելու ենք Լոռու մարզի համար եւ կանգնելու ենք լուրջ փաստերի առաջ։ Վախեցած, նվաստացած կառավարությունը չի կարող ապահովել երկրի զարգացում, չի կարող ապահովել երկրի անվտանգությունը։ Դա ես իրոք բացառում եմ։ Դրա համար պետք է ունենանք շատ լուրջ փոփոխություն։ Այս բառը, որ մենք շատ ենք օգտագործում, ուզում ենք մարդիկ մեզ լսեն, որ փոփոխություն է պետք։ Առանց դրա հնարավոր չի զարգացնել այս երկիրը։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորին, ես Արևիկ Թամրազյանն եմ Վանաձորից, հարցս վերաբերում է հենց Վանաձորին, ձեր կարծիքով, պարոն Կարապետյան, որն է ոչ թե ընդհանուր Լոռվա մարզի, այլ կոնկրետ Վանաձորի առանձնահատկությունը, որով կարող է զբոսաշրջությունը զարգանալ մեր մարզում, մեր քաղաքում։ Շնորհակալ եմ։ Վանաձոր քաղաքը եւ Լոռվա մարզը լինելու են իմ անմիջական ուշադրության կենտրոնում, հատուկ ուշադրության կենտրոնում։ Ու դուք երևի գիտեք, մենք միշտ էլ ամեն ինչ արել ենք մարզի համար, բայց ունենալով պետական լծակներ, պետական հնարավորություններ, մենք դա ավելացնելու ենք համ մեր անձնական հնարավորություններով, համ պետական հնարավորություններով։ Վանաձորը ունիկալ քաղաք է, որտեղ ունի չքնաղ բնություն, այսինքն շատ հեշտությամբ կարելի է զարգացնել туриզմը, բացառիկ բնություն ունի շատ լուրջ արտադրական պոտենցիալներ, որը մենք ստացել ենք դեռ սովետական միությունից եւ վարվել ենք այդ պոտենցիալի ու հզորությունների հետ բացարձակապես անթույլատրելի։ Այսօր Վանաձորում կարելի ասել ունենալով այդպիսի հզորություններ ոչ մի նորմալ հիմնարկ չի աշխատում։ Բայց քանի որ կան այդ հզորությունները, կարելի է շատ արագ, այն որ ասում են ռեստարտ անել։ Մենք անպայման փորձելու ենք շատ լուրջ մոտենալ Վանաձորի արտադրական պոտենցիալի եւ շատ արագ զարգացնել, իսկ դրա հետ զարգացնել քաղաքը։ Շնորհակալ եմ։ Ընտրություններում, եթե զուտ հաշվարկները, ոչ թե իրական պատկերը, այլ զուտ հաշվարկները իր նկարագրած ընտրություններում, այդտեղ մենք չունենանք բացարձակ մեծամասնություն, թե ընդդիմադիր մյուս ուժերի հետ համագործակցության մասով, թե բացի ընտրություններից պայքարի օրինական ճանապարհներով, տարբերակների մասով, փողոցային պայքարի պատրաստ լինենք, թե չէ, ուզում եմ ձեզնից լսել, ինչ տարբերակներ ենք տեսնում։ Ինչ վերաբերվում է հաղթանակին այս ընտրություններին, ու համենայն դեպս թե ես, թե մեր թիմը բացարձակապես չենք կասկածում։ Քանի որ ինչպես ասում են, բոլոր սոցիալական հարցումները ցույց են տալիս, մենք լավ տիրապետում ենք իրավիճակին, մենք լավ առաջ են գնում եւ հույսով եմ ընտրության օրը կունենանք մեր ուզած բացարձակ հաղթանակը նույնիսկ առանց կոալիցիաների։ Կլինի կոալիցիաներով, դա հետո քննարկենք, բայց այսօր մենք նույնիսկ չենք ուզում քննարկել այդ հարցը, որովհետև մեզ պետք է լուրջ մոտիվացիա, որ մենք հավատում ենք, պայքարում ենք դրա համար։ Վստահ եղեք, որ մենք հաղթելու ենք, իրենք ոչ մի բան չեն կարենալու անեն, քանի որ արդեն 10 ամիս է իրենք ամեն ինչ անում են։ Իրենց մոտ ոչ մի բան չի հաջողվում։ Նույնիսկ Գոհարին ձերբակալեցին, բան չստացվավ մոտները։ Որտեվ մենք ունենք պայքարող թիմ,
անվախ թիմ, համառ թիմ, իսկ եթե հանկարծ կնան այդպիսի խեղկատակ քայլերի, դա ունենալու է իր լուրջ հետևանքները։ Դուք մեզ լուրջ օգնելու եք։ Բնականաբար միշտ պատրաստ ենք, ոնց որ ասել եք 24/7 ռեժիմով։ 24/7 ռեժիմով պայքարելու ենք։ Ես ձեր վստահ խոսքն էր, բայց շնորհակալ եմ։ Ողջունում եմ, ես Էլեն Ավագյանն եմ Վանաձորից։ Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել նման հնարավորության համար, որ ընձեռել եք։ Վստահ եմ, որ հունիսի 7-ին հասնելու ենք մեր նպատակին, պարոն Կարապետյան, եւ հունիսի 7-ից հետո առաջինը ամուր հիմք ենք դնելու մեր հայրենիքում, բայց ամեն դեպքում ուզում եմ հարցնել, թե ինչ քաղաքականություն ենք վարելու Ադրբեջանի հետ, որովհետեւ հիմա տեսնում ենք, թե ցավոք սրտի ով է ներկայացնում մեր պետությունը թշնամու մոտ եւ տեսնում ենք, թե ինչպես են մեզ վերաբերում։ Հայ ժողովրդի, այսպես ասած, ռեյտինգը մի քիչ ընկել է ամբողջ աշխարհում ու ես շատ կուզեմ, որ հունիսի 7-ից հետո վստահ եմ, որ դուք եք լինելու ու շատ կուզեմ, որ մենք դառնանք այն նույն հայը, ում այդ 3 տարը բոլորին վախացնում էր։ Ես հույսով եմ հունիսի 8-ին դուք արդեն միանգամից կզգաք, որ նույն Ադրբեջանի ղեկավարության խոսույթը փոխվեց, որովհետև երբ են խոսում այս խոսույթով, երբ դիմացինը իրենից ոչ մի բան չի ներկայացնում, երբ դիմացինը արդեն պարտված է, այն էլ 3 պատերազմներում, ինչ արգումենտով կարող է խոսել ինքը իր շեֆի հետ, ինքը արդեն համարում է նրան շեֆ և կատարում է նրա բոլոր պահանջները։ Դուք մի անհանգստացեք, շատ արագ կփոխվի բոլոր այդ խոսույթները, մենք չենք պատրաստվում պատերազմել Ադրբեջանի հետ, մենք, ինչպես մեր թիմակիցները ասում են, ուժեղ բանակցություններով, ուժեղ դիրքերից ունենանք մեր, սենց ասեմ, թե առաջնահերթությունները, թե պոզիցիաները։ Եղավ, շատ շնորհակալ եմ, մեզ բոլորիս հաջողություն։ Ողջունում եմ բոլորիս, նախ շնորհակալ եմ պարոն Կարապետյան այստեղ մեզ հյուրընկալելու համար։ Ես Էմիլիա Սուքեսյանն եմ Չարենցավանից, սովորում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Հարցս հետևյալն է. ինչ ազգային գաղափարախոսություն եւ մոտիվացիա պետք է ունենա Հայաստանում ապրող ցանկացած արժանապատիվ եւ ակտիվ երիտասարդ։ Շնորհակալություն։ Ես արդեն ասեցի ինչ, առաջերտին հայրենասիրությունը։ Առանց հայրենասիրություն ոչ մի մոտիվացիա չի աշխատում։ Երբ մարդը իր համար նշանակություն չունի հայրենիք բառը, չես կարող այդ մարդու հետ ոչ մի մոտիվացիայի մասին խոսես։ Դրա համար առաջերտին հայրենասիրությունը, երկրորդ հերթին ինտելեկտը, որովհետև դա շատ կարևոր է, եթե մարդը ոչ մի բան չի հասկանում, գաղափարներով ուզում ես խոսիր հետ, եթե մարդը պատրաստ է իր փորի տարողության հաշվին իր ազգային արժեքներից հրաժարվել, ինչ ուզում ես բացատրի այդ մարդուն։ Դրա համար հայրենասիրություն, ազգասիրություն և շատ բարձր նշաձող, որովհետև եթե չի դրվում նշաձողը, այդ մոտիվացիան էլ չի առաջանում։ Պետք է ունենաս նշաձող և պայքարես հասնելու համար։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ պարոն Կարապետյան, ներկայանամ, ես Արսեն եմ Ավագյան Արցախից, լսել եմ ձեր մեծ գործերի մասին Արցախում, որի համար ձեզ շատ շնորհակալ եմ։ Հարց վերաբերում է անվտանգության մասին, ինչպես կարելի է հասնել երկարատև խաղաղության Հայաստանում, հաշվի առնելով տարածաշրջանային անկայունությունը։ Դա երևի ամենաբարդ հարցերից մեկն է։
դա ով ձեզ կասի, որ ունի շատ կարճ ու արագ լուծում, մի հավատացեք։ Բայց մենք ունենք շատ լուրջ միջազգային գործընկերներ բոլոր կողմերում։ Մենք օգտագործելու ենք իրենց բոլոր հնարավորությունները ապահովելու իրական երկարատև խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն։ Ոչ թե հանձնելով ու հանձնվելով խաղաղություն, այլ հավասարը հավասարի հետ խաղաղություն։ Դուք դրանում մի կասկածեք, մենք այդ հնարավորությունները ունենք, այդ կապերը ունենք եւ ահավոր ցանկություն ունենք դա անելու համար։ Մերսի։ Ողջունում եմ բոլորին, բարև ձեզ պարոն Կարապետյան, ես Ֆելիքսն եմ Շիրակի մարզի երիտասարդական կառույցից։ Պարոն Կարապետյան, մենք հանրությունը արդեն ծանոթացել է ձեր տնտեսական ծրագրին, անվտանգության ծրագրին, սակայն կան շատ խնդիրներ նաև կրթական համակարգում, որը հիմնականում եւ վերաբերում է երիտասարդներին։ Օրինակի համար ամբողջությամբ խեղաթյուրվել է պատմություն առարկան եւ ըստ կառավարության նոր որոշման հաջորդ տարի բոլոր այն մարդիկ, ովքեր պետք է դիմեն պարսագույն ուսումնական հաստատություն եւ ովքեր պետք է հանձնեն պատմությունից միասնական քննություն, հանձնելու են այդ քննությունը նոր չափորոշիչներով, այսինքն նոր կրկերով եւ նոր այդ մոդուլային ծրագրով։ Սակայն արգելվել են նախկին կրկերը, որևէ կերպ չկան նոր կրկերը արդեն երկրորդ տարի, փոխարենը կան ինչ որ մոդուլային ծրագրեր, որոնք ամբողջությամբ հակասում են միմյանց եւ ոչ մի կերպ ճշգրիտ չեն։ Այսինքն այս ամեն ինչից կարելի է հասկանալ, որ կոնկրետ պայքարում են հայոց պատմության դեմ, անգամ այդ առարկայի անվան հետ վերափոխում են առարկան Հայաստանի պատմություն, հանելով այդ հայոց բառը եւ ամբողջությամբ թիրախավորում են այդ առարկան։ Ինչպես եք դուք տեսնում կրթության բարելավման ծրագիրը եւ առհասարակ պատմության այդ արժեքի նորից բարձրացումը։ Ինչ վերաբերվում է ներքին դաշտի հարցերին, դա լուծվելու է շատ արագ։ Դա ընդամենը մի քանի ամիսների մասին է խոսքը։ Դժվար է լուծել, ինչը կախված է արտաքին հարաբերությունների հետ։ Ինչը ներսում ինչ, հավաքվեցինք, որոշում ընդունեցինք, գնացինք առաջ։ Վերադարձնելու ենք հայրենասիրությունը, նորից եմ կրկնում։ Առանց հայրենասիրության ոչ մի բան չի կարող զարգանալ։ Հայաստանը ամբողջ հայության համար է։ Դրա համար Հայաստանը վերադարձնելու ենք հայերին, ամբողջ աշխարհի հայերին։ Շնորհակալություն։ Իսկ այդ հարցերը շատ արագ են լուծվելու, միանգամից։ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների մասին ինչ եք պլանավորում անել, եթե օրինակ միջազգային ինչ-որ կազմակերպությունները չօգնեն, որ մենք կարողանանք իրանց հետ բերել Հայաստան։ Շնորհակալություն։ Ես մի թեթև ասեցի մեր միջազգային հնարավորությունների մասին, դրա համար մենք անելու ենք ամեն ինչ, ես ավելի քան վստահ եմ, որ այդ հարցը մենք լուծելու ենք։ Շնորհակալություն շատ։ Բարև ձեզ, ես Միլենան եմ Բաղդասարյան, Տաշիրից։ Հարցս հետևյալն է եւ մասսայական է կարելի ասել շատերին հետաքրքրող հարց։ Ինչու որոշեցիք մտնել քաղաքականություն եւ արդյոք կմասնակցեիք ընտրություններին, եթե չլիներ ձեր ապօրինի ձերբակալությունը։ Երբ տեսա, որ այս իշխանությունը կարող է հարձակվել հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, երբ ես տեսա, որ հաջորդ քայլը մեր Հայաստանի կորցնելն է, ես շատ երկար եմ մտածել։ Դուք հիշում եք ինձ երբ են ձերբակալել եւ երբ եմ ես իմ առաջին հայտարարությունը արել մեր ձևով շարժում ստեղծելու, շատ եմ մտածել։ Իրոք շատ, որովհետեւ ես կյանքում ունեցել եմ ամեն ինչ, շատ դժվար է բաժանվել այդ ամեն ինչից, բայց երբ հարցը կանգնում է մեր Հայաստանը կորցնելու, ես իրոք պարտավոր էի ամենածանր որոշումը թե ինձ համար, թե մեր ընտանիքի համար կայացնել եւ մտնել պայքարի մեջ։ Շնորհակալ եմ։
Ես Ռոզան եմ Մաթևոսյան Գյումրիից, այժմ սովորում եմ Երևանի Պետական համալսարանում եւ նաեւ երիտասարդական կառույցի անդամ եմ, հարցս ուղղեմ, որը կլինի ձեր առաջնահերթ կամ այսպես ասած առաջին փոփոխությունը, երբ դուք գաք իշխանության։ Չի լինելու, որ այս մեկ քայլն ենք անելու, առաջիկ քայլ, ոչ էլ երկրորդ քայլը, լինելու էլ մասշտաբային քայլեր, որտեղ այսօր այնպիսի վիճակում է Հայաստանի թե տնտեսությունը, թե արտաքին քաղաքականությունը, խնդիրները այնքան շատ են ու այնքան կարևոր, որ առաջնահերթություն տալ առաջին քայլ, երկրորդ քայլ, ու դժվար է լինելու, դուք ուշադիր հետևեք, հիմա մենք ամեն շաբաթ հայտարարություններ ենք անելու կարևորագույն քայլերի մասին, դուք կարող եք դրան հետևել եւ տեսնեք ինչի դեմ ենք մենք պայքարելու։ Եվ իմ երկրորդ հարցը կապված կրթության հետ, մենք գիտենք, որ շատ երիտասարդներ կապված կրթության հետ դկում են իրենց մարզերը, գյուղերը եւ քաղաքները, որպեսզի տեղափոխվեն մայրաքաղաք, որ հնարավորություն ունենան լավ կրթություն ստանալ, ինչպիսի լուծում ենք ունենալու, երբ փոփոխություն լինի։ Մենք Երևանակենտրոն քաղաքականությունից դուրս են գալու, որտեղ դուք բոլորը տեսնում եք, անհնար է, ոչ տրանսպորտային համակարգն է համապատասխանում այս քաղաքին, ոչ կոմունալ համակարգն է համապատասխանում, այսինքն գնալով սա ավելի վատանալու է եւ հասնելու է այն աշճանի, որ մի օր տեսնենք, որ Երևանում ոտքով ման գալը 10 անգամ ավելի արագ է լինելու, քան մեքենայով գնալ։ Դրա համար մենք շատ բնակավարներ տեղափոխելու ենք մարզերը։ Հիմա այդպիսի ծրագրեր անում ենք, հաշվարկներ անում ենք, դա ինչ նոր ծախսեր բերի բյուջեի վրա, քանի որ բյուջեն սահմանակ փակ է, դուք գիտեք Հայաստանը աղքատ երկիր է եւ պարտքերով ապրող երկիր է։ Դրա համար, բայց անպայման մենք վարելու ենք քաղաքականություն մարզերին ուղղվածությամբ։ Մի կասկածեք, ամեն մարզ ունենալու է իր հիմնական ուղղությունը զարգանալու, թե կրթվելու, թե զարգանալու, ուրիշ ձև չունենք։ Երևանը դարձնելու ենք տուրիզմի համար շատ կոմֆորտնի քաղաք։ Շնորհակալ ենք։ Եվս մի հարց ունեմ ձեզ իրականում, քանի որ մի քիչ խոսեցինք միջազգային քաղաքականության մասին, շարունակեմ զարգացնել միտքը։ Մենք տեսել ենք եւս մի պետություն, որը ենթարկվել է ցեղասպանության, ազգ հрьяաները, զուգահեռ նաեւ մի ազգ ենք մենք հայերս, որոնք ենթարկվել են ցեղասպանության։ Իսրայելը շատ արագ ոտքի կանգնեց։ Ինչքան ժամանակ կհատկացվի Հայաստանին եւ արդյոք ձեր կառավարական ժամանակահատվածը, եթե շարունակեք էլի 4 տարի լինի, կբավականացնի, որպեսզի Հայաստանը գա մի մակարդակի, որը մեզ թույլ կտա որևիցե տեղ ունենալ միջազգային ասպարեզում, ինչպես կատարեց Իսրայելը։ Առաջին հերթին պետք է ստեղծենք միասնական հայրենասեր հասարակություն։ Մինչև մենք չունենանք միասնական համախմբված հայրենասեր հասարակություն, absurd է դրա մասին մտածելը։ Իսրայելը գնաց այդ ճանապարհով, դուք բոլորդ գիտեք, այնտեղ նույնիսկ աղջիկների համար պատիվ է ծառայել իրենց հայրենիքին։ Մտցրեցին այդ գաղափարախոսությունը։ Մարդիկ դաստիարակվեցին պայքարող տեսակով։ Մենք գնալու ենք այդ ճանապարհով, բայց դուք համեմատում եք Իսրայելի հետ, Իսրայելը ունենալով Հայաստանից 30% քիչ տարածք, մոտարապես 8 միլիոն բնակչություն, այսօր իրենց պետական բյուջեն մոտ 200 միլիարդ։
Հայաստանը դարձրել են տարիների ընթացքում փող չաշխատող երկիր։ Չի ստեղծվել ոչ մի հավելյալ արժեք ստեղծող հզորություն։ Ամենակարևորը պետք է կարողանանք ճիշտ օրենքներ ընդունելով, ոչ թե սրանց նման բոլորին հայտարարենք թշնամի, բիզնեսմենները բոլորը թշնամիներ են, պետք է ազատվենք այդ բեռից, այդ պետական չկամությունից։ Սրանք ինչպես մարդիկ են չկամ, այդպես էլ պետությունն են դարձրել չկամ։ Իրանք չեն կամենում, որ մի մարդ հարստանա, մի ընկերություն հարստանա, անպայման պետք է քերեն, բոլորի ծնողները առավոտից երեկո քննչական կոմիտեներում ժամերով նստած, բոլորի երեխաները թափառում են քննչական կոմիտեներում, այդպիսի երկիր հնարավոր է ունենալ։ Մենք միայն անհանգստանում ենք արտաքին անվտանգային հարցերով, բայց մեր ներսում մեր պետությունը արդեն քայքայվել է։ Շատ արագ պետք է կանգնեցնենք, շատ արագ ամենալուրջ փոփոխությունները պետք է բերենք, որ կարողանանք զարգացնել այս երկիրը։ Դրա համար պետք է ուժեղ Հայաստան, պետք է ուժեղացնենք Հայաստանը տնտեսությամբ, արտաքին քաղաքականությամբ, դա լոկ խոսքեր չեն, որ մենք ասում ենք։ Առանց տնտեսության ոչ մի բան հնարավոր չի զարգացնել։ Ինչ ուզում ասենք, մեզ հիմա ստեղծող ուժ է պետք, տնտեսակետ ուժեր են պետք, որովհետև խոսածողներին մենք տեսել ենք։ Ինչ կան ասես, կան այդ խոսածողները։ Խոսում են, իրենք անձնապես հարստանում են, բայց ժողովուրդը մնում է խաբված։ Երեք էր առաջի օրը մարդիկ մեծ ցնծությամբ նշեցինք խաբված քաղաքացու օրը։ Մեր ամբողջ ժողովուրդը այսօր խաբված է։ Իրենց մասին ոչ ոք չի մտածում։ Իրենք ընդամենը մեկ գործողություն են անում։ Վարկեր են վերցնում, փաթաթում պետության գլխին։ Փող ստեղծել չգիտեն, գումար ստեղծել չգիտեն։ Իսկ այդպիսի իշխանություն Հայաստանի համար իրոք վտանգավոր է։ Մինչև երբ վարկով ապրենք, էլի, վարկը վերջը պետք է հետ տանք։ Շնորհակալություն շատ։